Բարի երեկո, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է, այսօր ես զրուցել եմ Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ։ Տիկին Վարդանյան, բարի երեկո, շնորհակալ եմ, որ հրավերս ընդունել եք։ Ես եմ շնորհակալ։ Ազգային ժողովի նիստեր են, դուք ժամանակ եք գտել մեզ հյուրընկալվելու։ Տիկին Վարդանյան, ինչպիսին է այս ազգային ժողովը ձեր առաջին տպավորությունները առաջին նիստերից։ Տպավորությունը, որ ընդամենը 1 ամիս կամ մի քիչ ավելի նիստերը չեն գումարել ուղղակի ազգային ժողովի, որովհետև առկա մեծամասնությամբ մենք այլ պատկեր չենք կարող ունենալ։ Դա շատ wishful thinking կլինի, եթե մենք մտածենք, որ այն մեծամասնությունը, որը կա, եթե չի փոխվել, մենք կարող ենք այլ պատկեր ունենալ։ Նույն մեծամասնությունն է սրճարանը մի քիչ դեմքեր են փոխվել, դրանից մթնոլորտ էություն եւ քաղաքական գիծ առավել եւս չի փոխվել։ Այստեղ գալիս է հիմնական քննադատությունը ուղղված ձեզ, երբ մարդիկ ասում էին այդ դեպքում ինչու եք վերցնում մանդատները, երբ մեծամասնությունը նույնն է եւ ըստ էության ընդդիմությունը չի ունենալու նոր գործիքակազմ, որպեսզի կարողանա պայքարել այդ իշխանությունների դեմ։ Նախնդիմությունը թվականակով եւ կշռով ավելի շատ է, բայց դրա համար չէր մանդատ վերցնելը։ Մանդատ վերցնելը պայքարը շարունակելու տրամաբանության մեջ է եւ մեր հանրության հետ մենք չենք վերցրել մանդատ, որ ՔՊ-ի համար կամ ՔՊ-ն որ փոխված լիներ պիտի չվերցնեինք, փոխված լիներ պիտի վերցնեինք, չփոխված լիներ պիտի չվերցնեինք։ Մենք վերցրել ենք, որովհետեւ ունենք իրավիճակ, ընտրություններով չի ստացվել իրավիճակը փոխել։ Մենք պայքարը շարունակում ենք, թե ասում ենք, որ չի ստացվել, կներեք կամ առանց կներեք եւ գնում ենք մեր գործերին, այլ գործերի նկատի ունեմ։ Մեզ համար պարզ է, որ ինչ ասել ենք, այդ նաեւ նախընտրական շրջանում ճիշտ ենք ասել։ Դա հստակ գնահատական է։ Մենք տեսնում ենք, որ այդ ուղղությամբ էլ շարժվում ենք։ Մեզ համար հստակ է, որ այս պայքարի այլընտրանքը մենք ինքներս անձնապես նաեւ եւ այն ուժը, որ ներկայացնում եմ, չունի։ Այդ պայքարը պիտի շարունակվի։ Այդ ճանապարհին ԱԺ ամբիոնը, մանդատը գործիքներ են հանրության հետ առաջին ուղղությունը շփվելու, ավելի արդյունավետ շփվելու, որովհետև դուք ուզեք թե չուզեք կարող է ձեզ համար տարբերություն չունենա, բայց քաղաքացու համար տարբերություն ունի, ինքը հանդիպում է եւ շփվում է Քրիստինե Վարդանյան անձի հետ, թե Քրիստինե Վարդանյան падգամավորի հետ։ Մենք դա տեսել ենք այդ թվում նաեւ, երբ որ չենք եղել խորհրդարանում միջազգային գործընկերների հետ շփվելու, բայց դա այո, անհրաժեշտ չի փոփոխություն բերելու համար։ Դա գործիքներից մի քանիսն են, որը կարող է այդ փոփոխության ճանապարհին օգտակար լինել։ Խորհրդանական գործիքները ավելացել են ինչ-որ առումով Տիկին Վարդանյան, թե հաշվի առնելով, որ սահմանադրական մեծամասնություն ՔՊ-ն չունի, ավելացել է այդ իմաստով իշխանությանը զսպելու գործիքը։ Հաշվի առնելով փոփոխությունը կանխելու։ Չէ, մենակ սահմանադրությունը չի սահմանադրական մեծամասնությունը, կան սահմանադրական օրենքներ, որոնք այս համամասնությամբ ԿՊ-ն չի կարող ընդունել։ Եվ հաշվի առնելով, որ բավականին նվազել է իրենց ներկայացվածությունը եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայները գողանալու հաշվին միայն ունեցան 3/5, այսինքն կարողան դատախազ նշանակել, կարևոր նշանակումներ անել եւ կարևոր իրենց համար կարևոր օրենքներ ընդունել, դա նաեւ ինչ որ չափով զսպաշապիկենի առումով, որ իրենք հիմա այդ ընթացքում պետք է ներկա լինեն, բոլորով պետք է լինեն, մի հոգու բացակայությունը, մի հոգու ֆրակցիա փոխելը իրենց համար շատ ավելի մեծ գին կունենա, քան օրինակ ուներ նախորդ խորհրդարանում Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի դուրս գալը։ Հիմա այդ 2 մարդը, 3 մարդը իրավիճակ կարող է փոխել, հետեւաբար իրենք առնվազն իրենց ներսի մասն է խոսքը, պետք է ավելի զսպված լինեն, ավելի ուշադիր լինեն այդ առումով, այսինքն այդ զսպման մի փոքր մեխանիզմի ավելացումը ժողովրդի տված քվեի հաշվին, այո, ավելացել է։ Գալով այս խորհրդանի բովանդակությանը եւ մթնոլորտին, ԿՊԱ-կանները իրենց բոլոր ելույթներում հերթով գալիս են ամբիոնի մոտ եւ ողջունում են, ասում են հուսադրող են առաջին նիստերը, մթնոլորտը հուսադրող է եւ բարեկիրթ է։ Ինչ է փոխվել Տիկին Վարդանյան։ Չգիտեմ, իրենցից հետաքրքիր կլինի հարցնել, մենք երբեք անբարեկիրթ չենք եղել, բարեկրթության չբարեկրթության հարց չի։ Կա գաղափարական անկյունակարային հակասություն, այդտեղ բան չի փոխվել։ Հիմա եթե իրենք այս խորհրդարանում չեն որոշել դեռևս ՊՊՑ-ով падգամավորին դուրս բերել դահլիճից, հարձակվել падգամավորների վրա, հարձակում կազմակերպել, քացիներով խփել եւ դա իրենք համարում են մեծ ձեռք բերում, որ դեռևս չեն որոշել, լավ է, ես էլ եմ գնահատում դա, բայց բարեկիրթ չեմ կարողանա անվանել եւ ի վերջո մի քիչ կեղծ դիսկուրս է նաեւ տպավորություն թողնելու կարող է լինել, տեսեք մենք բարեկիրթ ենք, կարող է մարտավարական քայլ լինել, որ մենք էինք բարեկրթության դիրքերից հանդես եկողները, բայց չստացվեց, կարող է ռեբրենդինգի փորձ լինել, որ իմ գնահատմամբ անհաջող է, ավելի կարեւոր հարց կա։ Այն խնդիրները, որոնց մասին մենք խոսել ենք
կրկնում եմ նաև նախընտրական շրջանում դրանցից որևէ մեկը կես քայլ անգամ չի մոտեցել լուծման։ Ճիշտ հակառակը։ Տնտեսական իրավիճակով օրինակ այդ իրավիճակը բարդացրել է։ Ճիշտ հակառակը Ադրբեջանից նույնչափ ուղիղ եւ շատ ավելի պարտադրող տոնով շարունակում են խոսել սահմանության փոփոխության անհրաժեշտության մասին։ Կազմակերպում են ֆորում Հայաստան ներկայացնելով Արևմտյան Ադրբեջան պետական մակարդակի միջոցառումներ, որտեղ կրթության իրենց գիտության նախարարը հանդես է գալիս այդ զավթողական նարատիվներով։ Հիմա այս վտանգները մենք զգուշացրել ենք հանրության ներկայացրել ենք մի հսկայական թվով մեր քաղաքացիների կարողացել ենք բացատրել եւ մոբիլիզացնել այդ օրակարգի շուրջ, դա թույլ չտալու օրակարգի շուրջ։ Դա դեռևս բավարար չի եղել իրավիճակ փոխելու համար, բայց դա հսկայական քանակի էներգիա է եւ ուժ է։ Այդ ուժը պետք է ավելացնել առաջիկայում եւ այդ առումով մենք կենտրոնացած ենք այդ աշխատանքի վրա։ ԿՊ-ն հիմա կգա բարեկիրթ բառը 10 անգամ ավել կօգտագործի թե չէ, ճիշտ ասած շատ չի հետաքրքրում։ Ես ձեր ասած մարտահրավերներին դեռ կանդրադառնամ ու այդ մասով նաև ձեր անելիքներին, բայց նաև ուզում եմ անդրադառնալ այս օրերին ձեր ելույթներին, հիմնական ուղղվածությանը եւ բովանդակությանը, իսկ բարեկրթության առումով ինչու եմ շեշտադրում կատարում, որովհետեւ մինչեւ նիստերի մեկնարկը, երբ ընդդիմությունը դեռ մտորում էր մանդատները պետք է վերցնել թե չէ, մենք տեսնում էինք ամենօրյա ռեժիմով նրանց կողմից ուղերձներ, տեսաուղերձներ, երբ իրենք հորդորում էին չվերցնեք մանդատները, չգաք խորհրդարան, որովհետև մենք ձեզ այստեղ շատ վատ ենք դիմավորելու, այնտեղ նաև առանձնահատուկ падգամավորների անուններ էին տալիս, այդ եւ հատկապես ուժեղ Հայաստանից, որ այ եթե դուք գաք, մենք այստեղ շատ վատ ենք դիմավորելու։ Սպառնալիքներ ու դրանից հետո նույն իդեպ սպառնալիքը հնչեցնողները, այդ թվում եւ Ռուբեն Ռուբինյանը գալիս են ասում են եկեք լինենք բարեկիրթ, ողջունում են, շնորհակալություն են հայտնում ձեզ ելույթների համար, նույնիսկ բարձր են գնահատում։ Ես ուզում եմ հասկանալ, այստեղ ինչ որ մի ծուղակ կա Տիկին Վարդանյան, ինչով է դա պայմանավորված։ Մի փորձեք, չեք հասկանա, ԿՊԱ-ականները իրենց սպանում են ԿՊԱ-ականների պես, մի օր ասում են մի բան, հաջորդ օրը մեկ ուրիշ բան, որևէ խնդիր չունեն իրենք դրա հետ։ Մարդիկ վերջին մի տարին ասում են, որ մենք այդ խորհրդարանում չենք լինելու, հիմա մենք այդ խորհրդարանում նստած ենք այդ մարդով, որ ասում էր այդ խորհրդարանում չի։ Գեղամանուկյանը, Ալեն Սիմոնյանը դիմեց։ Ուզում եմ ասել, պետք չի փորձել ամեն օր 10 սուտ ասող անձի ամեն հայտարարություն փորձել բանանել, մեկնաբանել ինչու է դա ասում։ Այդ բանի նպատակարարությունը իրեն դա է թելադրում։ Ես չգիտեմ, գուցե Ռուբեն Ռուբինյանը ուզում է շարականորեն տարբերվել Ալեն Սիմոնյանից, գուցե անձնական հարց կա այդտեղ, գուցե իրոք թիմով հավաքվել են, հասկացել են, որ էականորեն իրենց վարքագիծը լկտիությունը, վատ տպավորություն է թողնում քաղաքացիների վրա եւ նվազեցնում է իրենց վարկանիշը։ Չգիտեմ ինչ են արել։ Շատ չի հետաքրքրում այդ մասը, որովհետեւ ես այդտեղ անկեղծություն չեմ տեսնում եւ ի վերջո անկեղծություն չեմ տեսնում ո՞րն է, ասենք Հայկ Կոնջարյանի ելույթը նայեք երեք ու ինքներդ դատեք, դա բարեկրթություն է, թե լկտիություն է։ Հայկ Կոնջարյանի ելույթին հիմա ուզում եմ ասել, այդ չի հետաքրքրում այդ մասը։ Տիկին Վարդան, ինչու էր ձեր ֆրակցիան եւ դուք նաեւ անձամբ այդքան սուր քննադատության ենթարկում Հայկ Կոնջարյանին եւ նա պնդում է, որ քննադատությունները միայն ուղղված են իր կնոջ աշխատանքին, ասում են չեք կարողանում իմ աշխատանքը բովանդակային քննադատության ենթարկեք, պարզապես ինձ մեղադրում եք նրա համար, որ իմ կինը աշխատում է եւ աշխատավարձ է ստանում։ Իր որը աշխատանքը Նիկոլ Փաշինյանի հրահանգով Աճարյանի բառարանը օգտագործելով սուր ելույթներ ունենալը, դրան ինչքան պետք է հակադարձել ենք, իսկ ինքը իր կնոջ ու իր եղբորի հետ կապ չունի, թե կապ չունի, թե ասի կապ չունեմ, չանադառնանք, մենք խոսում ենք քաղաքական հավանավորչության մասին։ Հիմա ինքը կապ ունի թե չէ, եղբայրը ՆԳՆ-ից կեղծ տեղեկանք տրամադրել է վարույթ իրականացնող մարմնին եւ դրան ով ազատվել է խիստ պատժից, թե ոչ։ Եթե տրամադրել է Հայկ Կոնջարյանը որպես բարձրաստիճան պաշտոնյա, այդտեղ դերակատարություն ունեցել է, թե եղբայրը իր կապերով Հայկ Կոնջարյանին շրջանցելով է արել։ Իսկ մեզնից քանիսը եղբայրներն ու քույրերը կարող են ՆԳՆ-ից այդպիսի տեղեկանք ստանալ, ավելի པարզ Հայկ Կոնջարյանի եղբայրը ՆԳՆ-ից տեղեկանք է ստացել, որ ունի դատվացություն, այն դեպքում, երբ որ ունի դատվացություն։ Քանիսը կարող են այդպիսի կներեք բառը դիվիժնների մեջ լինել Հայաստանում։ Բարմանը սովորական քաղաքացիները կարող են այդպիսի տեղեկանք ստանալ։ Հիմա Հայկ Կոնջարյանը այդտեղ դերակատարություն չստացավ, չէ՞, այդպես է բոլոր թեմաները։ Հայկ Կոնջարյանի նախասիրությունները, նախաճաշը չեն քննարկել կամ կնոջ նախաճաշը չեն քննարկել։ Քննարկել ենք պետական, բացառապես պետական կառույցից հսկայական աշխատավարձ ստանալու արդյունավետությունը։ Այն դեպքում, որ այդ կառույցը վնասով է աշխատում։
Եվ այդտեղ ուզեցել ենք հասկանալ իր դերակատարությունը։ Հիմա սա պաշտոնյային վերաբերում է, թե պաշտոնյային չի վերաբերում։ Դե նրանք ասում են, որ դա այն հարցը չէ, որով պետք է առաջնորդվել ԱԺ փոխնախագահ ընտրելիս։ Օրինակ նույն Բաբկեն Թունյանը ասում է, հանձնաժողովի նիստ կանենք մասնագիտական, Հայ-Փոստի ներկայացուցիչներին կանչեք, ձեզ հուզող բոլոր հարցերը տվեք։ Դա ինչ կապ ունի այս քննարկումը չլիներ, դա էլ դրան էլ չէին համաձայնվի։ Երկրորդը թող կանչեն, դա էլ անեն, ինչն է։ Կապ ունի, որ հայ այդ հիմնարկի ընկերության ղեկավարի ամուսինը բարձրաստիճան պետական պաշտոնյա է եղել, իշխող ուժի ֆրակցիայի ղեկավարն է եղել, հիմա էլ ավելի բարձր պաշտոնյա է գնում։ Հայաստանը խորհրդանական երկիր է։ Ազգային ժողովի նախագահը Հայաստանում երկրորդ լիազորություններ ունեցող մարդն է։ Փոխնախագահները հսկայական լիազորություններ ունեցող մարդ են։ Իսկապես մեր քաղաքացիներին չհետաքրքրում է թե շահերի բախում կա թե չկա։ Այսինքն ես համոզված եմ, որ հետաքրքրում է, եւ ասեմ ավելին, Հայկ Կոնջորյանի այդ հիստերիկության սահմանին ելույթն էլ վկայում է նրա մասին, որ իր վրա ազդել է այդ քննարկումը։ Այսինքն չի սպառնում Հայաստան դաշինքին, որ դուք կտեսնեք դեռ ես ձեր համար հատկապես հաճելի է լինելու։ Խնդիրը որն էր, որ մենք փաստերով իրեն կանգնեցրել ենք վատ իրավիճակի առջև, որովհետև ինքը երկու շաբաթ ինչ էր խոսափում լրագրողների աչփումներից, ԱԺ միջանցքներում նախկին լրագրող Հայկ Կոնջորյանը իշխանության թափանցիկությունից խոսող։ Հա դեմքին ասվել է փաստական տվյալները, որոնց պատասխան չունի եւ այդպես սպառնալիքներ է հնչեցնում, այսօր այդ սպառնալիքներն էլ բնականաբար անդրադարձ եղավ, բայց ես ուզում եմ ավելի կոնկրետ ինչու ենք անդրադառնում դրան, որովհետև Հայկ Կոնջորյանը ոչ թե որ Հայկ Կոնջորյանը այլ բարձրաստիճան պետական պաշտոնյա է այլևս ազգային ժողովում եւ իր ընտանիքի անդամների հանրային բարիքը շահագործելու, չարաշահելու պետական դիրքը, այդ դրվագները բոլորը հետաքրքիր են մեր հանրությանը պետք է իմանա։ Ես չեմ տեսնում, բայց եթե չանդրադառնայինք, մեզ պիտի չարսին, բան դիմադիր падգամավորները ինչ են անում։ Այսինքն մամուլը շաբաթներ շարունակ գրում է սկանդալների մասին։ Գալիս է Հայկ Կոնջարյանի ընտրությունը, ու դիմադիր падգամավորները դրա մասին չեն հարցնում։ Պայմանավորվել ենք, որ չենք հարցնում։ Ինչու՞ չպիտի։ Այսինքն ո՞ց կարող էր այդպիսի բան լինել։ Հակառակը պետք է կրեդիտ տալ այդ падգամավորներին բոլոր, ովքեր այդ հարցը բարձրաձայնեցին ու Հայկ Կոնջարյանի համար այս ընտրությունը դարձրեցին մի տեսակ բյուրոսյան հաղթանակ։ Հա ընտրվեց, իշխող ուժի բոլոր տեխնացուները ընտրվում են, բայց ինչ գին ունեցավ։ Ինչ հանրային Հայկ Կոնջարյանը հիմա խորհրդանի միջանցքներով քայլում է ասում լրագրողներից խուսափելով։ Ինչքան է այդպես կարողանալու անել։ Եվ ի վերջո այս տիպի ընտրություններն են, որ իշխանության ընկալումների մասին թողում են նստվածք, որ հետո ինչ որ մի օր կաթիլ իրար գումարվելով արտահայտվում է։ Մենք հիմա կենտրոնացած ենք ցույց տալու, թե իշխանությունը ինչպիսի կադրերի առաջ մղում։ Հիմա դուք ասացիք նրա այսպես ագրեսիվ, չեմ հիշում ինչ բառ օգտագործեցիք, ագրեսիվ ելույթը, նա ասում է, որ Հայաստան դաշինքի падգամավորները վախենում են իրենից Տիկին Վարդանյան։ Այսօր մի կերպ եմ արժե գնացել, վախը աղցարելով ընտանիքի անդամներին հաջողություն ասելով, ինչ ասեմ, ինչու է գտնում, որ հենց իրենից վախենում են падգամավորները։ Գիտեք, իշխանությունը իրականությունից կտրելու հատկություն ունի, երևի ամբողջական իշխանությունը ամբողջական իրականությունից կտրելու հատկություն ունի, երևի 8 տարվա ամբողջական իշխանությունը անսահման կտրելու իրականությունից կտրելու հատկություն ունի, տիեզերքը ԿՊԱ-ականների շուրջ չի պտտվում, այո իրենք հիմա ունեն ՊՊՑ ուժայիններին են ղեկավարում, բայց դրանով հանդերձ էլ եթե իրենք վախենալու չեն ընդհանրապես, ես օրինակ այլ վախեր ունեմ, ես ԿՊ-ից ընդհանուր առմամբ վախ զգում եմ, բայց ոչ թե անհատապես որ ինձ կարող են վնասել, այլ որ այնպիսի վնաս կարող են հասցնել մեր երկրին, որտեղ ես եմ ապրում իմ ընտանիքի անդամները, որ անդառնալի կարող է լինել, ինչպես Արցախի դեպքում։ Այդ բաներից վախենում ենք, Հայաստանին անդառնալի վնաս հասցնել եւ այլն։ Հայկ Կոնջարյանից որպես անձ չգիտեմ։ Մեկ այլ քննադատություն, որը դուք այս մի քանի օրերի ընթացքում հնչեցնում եք իշխանության հասցեին, դա վերաբերում էր ԲՀԿ-ի ձայները գողանալուն, ձեր գրեթե բոլոր ելույթներում դրան անդրադարձ կար, ինչ են ասում իշխանականները, ասում են նախ դուք ինքներդ եկաք դիմեցիք, որ այդ ընտրատեղամասերում անվավեր ճանաչվի, ասում են նույնիսկ մենք եւ հատկապես Վահագն Ալեքսանյանը պայքարում էին դրա դեմ, բայց դուք նույնիսկ ընդ որում գտնում են, որ Դանիել Իոաննիսյանի հետ համաձայնեցված եք ամեն ինչ արել, որ այո, կարծեմ Թագուհի Ղազանի ելույթներ դա համաձայնեցված այնպես է կարել, որ այդ ընտրատեղամասերում անվավեր ճանաչվի։ Եվ երկրորդը ստացվում է, ասում են, եթե նույնիսկ գողացել ենք ձայները, դրանք ընտրակաշառքով ձեռք բերված ձայներ էին, ինչպես է արձագանքում Տիկին Վարդանյան։ Նախ իրենց կադրերին կարող են մեզ չվերագրել, կարիքը չկա, մենք չենք ասել, օրենքն է ասել։ Մենք
ուղղակի բարձրաձայնել ենք սևով սպիտակի վրա գրված օրենքը, որը պահանջում է, որ եթե եղել է այնպիսի խախտում, ինչպիսին եղել էր այդ 3 ընտրատեղամասում անվավեր ճանաչվել, նախ այդ խախտումը թույլ չտրվեր։ Երկրորդը անվավեր ճանաչվեր, բայց երրորդ քայլն են իրենք բաց թողել, վերաքվեարկություն նշանակել։ Հիմա իրենք արել են մի մասը օրենքի պահանջի, երկրորդ մասը չեն արել, ասում են ընդդիմությունն է մեղավոր։ Ինչու՞ է ընդդիմությունը մեղավոր։ ԿՀ-ն Նիկոլ Փաշինյանի հրահանգով այդ որոշումն է կայացրել, որպեսզի Նիկոլ Փաշինյանի ուժը ունենա դատախազ նախագահ նշանակելու ընտրելու հնարավորություն։ Երկրորդ մասը չեն արել, որովհետև ասացին չի ազդում ընտրությունների արդյունքների վրա։ Չեղարկել են, որովհետև ազդում է։ 3 ընտրատեղամասերում այդ անվավեր ճանաչելու պատկերը ասում են ընդհանուր արդյունքների վրա չազդեց։ Ինչպես կարող է չազդել, եթե մի ամբողջ ֆրակցիա դրա հետևանքով դուրս մնաց եւ դա աննախադեպ բան է, որը տեղի ունեցել Հայաստանում, այդ նաև շատ վատ ընտրություններ, տեսած հասարակությունում։ Դուք պատկերացնում եք, խոսքը 50-ից 60,000 ձայնի մասին է։ Քանի քվեաթերթիկ պետք է լցոնվեր, որպեսզի այսպիսի ազդեցություն ունենար։ Քանի քվեատուփ պետք է գողացվեր։ Եթե խոսում ենք այդ ամենաարետավոր բարքերի մասին, որոնք եղել են, չեն կարող ժխտել, ասենք 90-ականներին այնպիսի ընտրություններ են եղել։ Հիմա քանի քվեաթերթիկ պիտի լցոնվեր, որ 50,000 ձայնի ազդեցություն ունենար։ Իրենք դա արել են առցանց մի որոշումով։ Հիմա ինչ են ուզում, որ մենք կրեդիտ տանք, որ իրենք գտել են ձևեր ավելի պրոգրեսիվ եղանակով ընտրախախտումներ անելու, ընտրություններ կեղծելու եւ մանդատներ գողանալու։ Չէ, չեմ կարող ես դրա համար կրեդիտ տալ։ Դա նույն մանդատագողությունն է։ Նույնը որն են, ես այդպիսի դեպք չեմ հիշում։ Դրա համար ենք ասում, որ սա Հայաստանի պատմության ամենախայտառակ ընտրություններից մեկն է։ Այսպիսի դեպք ես նորանկախ Հայաստանի պատմության մեջ չեմ հիշում, եթե կա նման դեպք, թող ցույց տան, բայց չի եղել։ Սա է ամբողջ խնդիրը, ու կապ չունի ինչ տեխնոլոգիաներով է արվում, լուսավորության պայմաններում, ուղղեթերով եւ համացանցի առկայությամբ։ Դրանք գործիքներն են, խնդրի էությունն է նա, որ մի ամբողջ ուժի ձայներ գողացվել են։ Հիմա գողացողներ իրենք են եղել։ Այս որակավորման հետ իրենք պիտի հաշվի նստեն, որովհետև այս խորհրդան ինչքան լինի, նաև այստեղ ենք դրա համար եւ միջազգային բոլոր հարթակներում այս ամենի մասին խոսելու, իրենք լսելու են սա։ Իրենք լեգիտիմության ճգնաժամի մեջ են, ու այո, շատ խուսափում են այդ լեգիտիմության ճգնաժամից, որովհետև գիտեն դա ինչ խնդիրներ կարող է հարուցել, բայց իրենք դրա մեջ են, հայտնվել են իրենց իսկ ձեռքով եւ պիտի կրեն հետևանքները։ Տիկին Վարդանյան, գալով ձեր ասած մարտահրավերներին, հատկապես անվտանգային, ինչով են պայմանավորված այն իրարամերժ հայտարարությունները, որ մեկ պատերազմ լինելու է, մեկ պատերազմ չի լինելու, էլի Հայաստան խմբակցության կողմից հարցը հնչեց, մենք հիշում ենք, որ միջև ընտրությունները Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ սահմանադրական մեծամասնություն չստանալու դեպքում լինելու է պատերազմ, հիմա իրենք ասում են, այո, մենք չունենք սահմանադրական մեծամասնություն, բայց պատերազմ չի լինելու, որովհետև մենք բերել ենք տևական խաղաղություն։ Որովհետև ստել են։ Ուղիղ պատասխանում են այդ հարցին, նախընտրական շրջանում ստել են, վախեցրել են հանրությանը պատերազմով, պատերազմ սեպտեմբեր ամսին 3 պատերազմ տեսած հանրությանը վերջին 7 տարիների ընթացքում վախեցրել են սեպտեմբերին աղետաբեր պատերազմով, որ քվեստանան։ Այն ամեն ինչ պետք է իմանալ ԿՊ-ի բարոյականության արժեհամակարգի մասին, նախընտրական շրջանում արել են եւ դա պարզապես ուղղակի հայտարարություն է։ Այստեղ իրենք հակադարձում են, ասում են, մեր ասած պատերազմի սպառնալիքը ոչ թե ահաբեկել է ընտրողին եւ վախենալու է թվացել, այլ թվացել է շատ արժանահավատ։ Դրա համար ընտրողը գնացել եւ մեզ է ընտրել։ Այսինքն ըստ էության ինչ որ առումով փաստարկված է եղել, որ կա նման սպառնալիք, որ այդ սպառնալիքը ազդել է ընտրությունների արդյունքների վրա եւ դա հենց այն պնդումներից մեկն էր, որով կարող էր այս ընտրությունները արդյունքները անվանվեր ճանաչվել, իշխող ուժը օգտագործելով իր իշխանական լծակները, իր հմեկը, Հայկ Կոնջորյանը ԱԺ-ից ասում է, եթե լրատվականները վերնագիր դնեն, որ իմ կինը ամենացածր աշխատավարձ ստացած մարդն է Հայփոստի պատմության տնօրենի պատմության մեջ, դա կփոխի հարցի էությունը եւ ընկալումները, հմեկ այդ վերնագրով դնում է նյութի վերնագիր, դա ցարկում է նյութի վերնագիր։ Այդպես էլ ամբողջ նախընտրական շրջանում իրականացնելով այս արշավը հանրությանը մի շերտի վրա ազդեցություն են ունեցել եւ դա էլ նաեւ վարչական ռեսուրսի չարաշահում է իրենց ձեռքի տակ եղած նաեւ այլ ռեսուրսներով։ Հիմա իրենք շատ կոնկրետ են ասել, չեն այլ պայմաններ նշել, ասել են, եթե մենք չունենանք սահմանադրական մեծամասնություն, չեն ասել անգամ ընդդիմությունը եթե սա անի, ընդդիմությունը ընտրվի։ Եթե մենք չունենանք սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին կլինի աղետաբեր պատերազմ։ Հիմա չունեն սահմանադրական մեծամասնություն, այդ հարցը տալիս ես, պատասխան չունեն, ստել են։ Հասկանում եք, անգամ չեն ասել ընդդիմությունը, որ հաղթի կլինի։
Նիկոլ Փաշինյանը շատ ուղիղ Ռուբեն Ռուբինյանի իր կողքից հաստատելով արել է այդ պնդումը։ Հիմա այլ բացատրություն, որ դա ունեցել է բացառապես նախընտրական շրջանում հանրությանը վախեցնելու դիտմամբ եւ գիտակցված վախեցնելու իմանալով, որ այդպիսի տվյալ չկա, ոչ մի այդպիսի բան չկա, այլ բան չկա։ Նույն սկզբունքով ասում են դուք եք վախեցրել եւ ահաբեկել մարդկանց։ Ասել եք ադրբեջանցիները գալու են, հեսա եկեք այս թեմային շատ հիմնավոր անդրադառնանք։ Նախ ես ցավում եմ, նույնիսկ տեսանյութերն էին արգելել, հիշում եք նախընտրական քարոզարշավի ցավում եմ, որ նախանցած շրջանում ընդդիմությունը ինչ գլոբալ կանխատեսում իրականացրել է, դա տեղի է ունեցել։ Այո, մենք նախընթաց շրջանում ասել ենք, որ այս քաղաքականությունը եթե շարունակվի այս իշխանությունը մնա, Արցախը հայաթափվելու է։ Դա եղել է։ Մենք այո, ասում ենք, որ եթե իմ որոշ գործընկերներ կան, որ կոնկրետ թիվ են ասում, հորդորում եմ չասել, որովհետև Նիկոլ Փաշինյանը մարդ է, ով ընդունակ է այնպիսի իրավիճակ ստեղծել, որ այստեղ բնակեցվի լինի ադրբեջանական համայնք մի քանի 100,000-անց, բայց ասի տեսակ, որ ասում է 300,000 ադրբեջանցի չի գալու, 298,000 է գալու։ Նիկոլ Փաշինյանը այդպիսի քաղաքական գործիչ է։ Ես դրա համար հորդորում եմ թիվ չասել կոնկրետ, որովհետև այստեղ մենք խնդիր կունենանք որևէ X թվականակի պարագայում եւ եթե լինի առանձին համայնք իր իրավունքներով եւ դրանից բխող մյուս բոլոր հետևանքներով։ Հիմա ընդդիմությունը դա չի ասում։ Ձեր կիրթ ու կառուցողական գործընկերը ստեղծել է պետական կառույց, պետական հովանավորությամբ, որը բոլոր միջազգային կառույցներին, աշխարհում որքան փոքրամասնությունների իրավունքների մասին հեղինակավոր կոնֆերանս կա, գնում են, փաթեթով ներկայանում են, հիմնավորում են իրենց այստեղ ապրելու իրավունքը, տարեկան կազմակերպում են համաժողովներ, որտեղ այլևս ելույթ է ունենում, որտեղ Ադրբեջանի կրթության նախարարն է ելույթ ունենում, եւ դա պետական մակարդակով առաջ է տարվում։ Պետական ֆինանսավորմամբ անցած տարի հայկական լրատվականներից մեկը հետաքննությամբ պարզեց, որ Ալիևի աշխատակազմն է ուղիղ ֆինանսավորում այդ Արևմտյան Ադրբեջան մեր համար զավթողական կառույցը։ Սա էլ բավարար չի։ Արտաքին հետախուզական ծառայությունը 2026 թվականի անցած տարվա զեկույցում դա սպառնալիք է ներկայացնում ու թվերով ցույց է տալիս, որ օգոստոսի 8-ից հետո Ադրբեջանի պետական լրատվականները ոչ թե ավելի քիչ են սկսել խոսել Արևմտյան Ադրբեջանի մասին, այլ ավելի շատ են սկսել խոսել։ Ես հիմա չգիտեմ Քրիստինա Գրիգորյանին ինչ կանեմ, որ այս տարվա զեկույցը ինչպիսին կլինի, բայց դա փաստ է այլևս։ Օգոստոսի 8-ից հետոյի մասին է խոսքը։ Մենք արհամարում ենք, անտեսում ենք այդ փաստը։ Մենք էլ ասում ենք, դուք էլ նրանց նարատիվները բերում եք մեր օրակարգ։ Մենք էլ ասում ենք, որ հայ ժողովուրդը եւ հայկական պետականությունը ջայլամ չի։ Եվ գլուխ ավազի մեջ մտցնելով խնդիրները չեք լուծի, դուք նույն կերպ արհամարել եք կամ ավելի վատ եք վարվել պատերազմի սպառնալիքի հետ, տեսել ենք արդյունքը ինչ է եղել, դուք նույն կերպ անտեսել մատների արանքով եք նայել լավագույն դեպքում, բայց իրականում ճիշտ հակառակն եք արել մեր զգուշացումների հետ, որ Արցախի հարցում նշաձողը իջեցնելը ինչի կհանգեցնի, դուք նույն կերպ եք վարվել, եթե Ռուսաստանի դեմ անեք անպատասխանատու հայտարարություններ, տնտեսության հետ ինչ կլինի, հիմա այդ անտեսելը գլուխ ավազի մեջ մտցնելը մեր հասարակությանը ոչ մի օգուտ չի տա եւ վերջո ընդդիմության դերակատարությունը ո՞րն է։ Պարզ Հայաստանի Հանրապետության քաղաքացին նորմալ է, որ կարող է չնայել ՄԱԿ-ի ազգային փոքրամասնությունների հարցով կոնֆերանսը, ելույթները այդտեղ։ Բայց ընդդիմադիր քաղաքական գործիչները հատկապես այդ ուղղությունն ունեցող պարտավորություն ունեն նայելու եւ ասելու, որ Ադրբեջանը այսպեսի նարատիվ է առաջ տանում կամ Ալիևի հայտարարությունները ինչ է նշանակում, այսինքն ինչ է նշանակում մենք անտեսում ենք Ալիևի հայտարարությունները։ Ասում են բանակցություններում չկա նման օրակարգ, նրանք պաշտոնական մակարդակով այդ մասին չեն խոսում, իրենց երկրի ներսում ինչ ուզում են թող խոսեն։ Նախ երկրի ներսում չեն խոսում, ես ասում եմ ՄԱԿ-ի նամակներ են գրում, եւ ինչ կան միջազգային կոնֆերանս կա հանդես են գալի։ Երկրորդը, երբ որ դու չես տարական բան կա, չէ, ասում են պետք է ուսումնասիրել թշնամուտ։ Հիմա երբ որ դու չգիտես ինքը ինչ է ասում, այտենց որոշել ես որ ջայլամ ես դու։ Ոնց է դիմագրավելու այդ սպառնալիքներ։ Դա այստեղից առաջանում է մյուս հարցը, մեզ ասում են զենքեր ենք գնել, արդիականացնում ենք բանակը։ Որոնք են մեր սպառնալիքները։ Ադրբեջանի հայտարարությունը եթե չեք լսում, Թուրքիայի սպառնալիք չեք համարում, մի հատ կասեք, եկեք ֆիքսենք մեր սպառնալիքները։ Մենք ասում ենք շատ պարզ բան, մեզ սպառնալիք են ներկայացնում, ինչպես իդեպ ամրագրված է Հայաստանի Հանրապետության անվտանգային ռազմավարության մեջ, Ադրբեջանը եւ Թուրքիան։ Բայց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը բանավեճի ժամանակ չի կարողանում պատասխանել պարզ հարցին, որոնք են Հայաստանի սպառնալիք ներկայացնող երկրները։
Հիմա այս պարագայում ինչի համար ենք մենք արդիականացնում բանը, ում պիտի դիմագրավենք, ում է միտված մեր պաշտպանական ունակությունների ավելացումը, չնայած այդտեղ վեճ կա ավելացում ընդհանրապես թե չէ։ Սա կոնցեպտուալ առումով, իսկ բովանդակային առումով եւս մի բան, մենք ինչ հիմք ունենք ԿՊ հայտարարություններին վստահելու։ Ի վերջո, ինչքան մեզ պիտի խափեն, որ կանգնենք միտեղ, ասենք, եթե ԿՊ-ն սա ասում է, ես որևէ հիմք չունեմ վստահելու։ Դրա համար իրենք երբ որ ասում են բանակցությունների ընթացը չի քննարկվում, ես որևէ հիմք չունեմ իրենց վստահելու։ Լավ, Տիկին Վարդանյան, դուք ասում եք ընդդիմության խնդիրն է լսել, իմանալ ինչ է կատարվում, գալ հանրությանը տեղեկացնել, դուք նաև ասում եք, այ մենք ժամանակին զգուշացնում էինք Արցախի նշաձող իջեցնել, Արցախի հայաթափում տեսակ եւ այդպես էլ եղավ, իսկ ընդդիմությունը արդյոք չունի գործիքակազմ այդ ամբողջը կանխելու եւ պայքարելու։ Հիմա դուք նորից խոսում եք նույն մարտահրավերների մասին։ Վաղը մյուս օր այդ մարտահրավերները եթե իրագործվեն, դուք նորից կասեք, այ տեսեք, մենք ասում ենք եւ զգուշացնում ենք։ Իսկ ինչպես է ընդդիմությունը կանխելու այդ մարտահրավերները։ Չէ, տեսեք, ոչ թե չարախոսությամբ տեսեք, մենք ասում ենք կամ ինչ-որ Վանգայի դիրքերից, դա չի խնդիրը։ Ուղղակի հիշեցնում եմ, որ անցած հետագիծը եւ որ այս նույն ուղղությամբ մենք ունեցել ենք փորձառությունը։ Ընդդիմությունը իհարկե ունի գործիքակազմ եւ մենք նախահանթած շրջանում այդ գործիքակազմից օգտվել ենք։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք հանրությանը տեղեկացնելու մասին, ուղղակի այնպես չենք ասում, որ իմացեք, այսպիսի բան կա։ Մենք խոսում ենք, մարդը որպեսզի մոբիլիզացվի որևէ նպատակի շուրջ, պիտի լինի տեղեկացված, հետո մոտիվացված, այսինքն մոտիվ պիտի գտնի, ինչու պիտի պայքարի դրա դեմ կամ հանուն ինչի պետք է պայքարի, հետո պիտի տեսնի մի հատ ճանապարհային քարտեզ, որ իրեն իրատեսական կթվա այդ իրավիճակը հաղթարելու համար։ Սա պարբերական անընդհատ աշխատանք է բոլոր դրվագներով։ Դուք ասում եք անդադ նույն մարտահրավերներն են, անդադ ավելացող մարտահրավերներն են։ Նույն բանը հիմա տնտեսական իրավիճակի մասին է։ Մենք, մեր հանրությունը, մեր խաղողագործները, մեր ձկնաբույծերը, ծաղկի գործով զբաղվողները պատասխան են տալիս Նիկոլ Փաշինյանի անպատասխանատու հայտարարությունների համար։ Ռուսաստանում ապրող ամենամեծ հայկական սփյուռքի ներկայացուցիչները, հասկանում եք, մենք գյուղերում մարդկանց հետ հանդիպում ենք, ասում են իմ համար կյանքը դժվար է դարձել։ Ինձ ուղղակի կանգնեցնում են Ռուսաստանում եւ երբ որ ես հարց եմ տալիս, մենք գնաց քո վարչապետին կարծնես։ Թղթաբանությունից սկսած կյանքը մարդու բարդացել է։ Հիմա մեր խնդիրն է ցույց տալ, որտեղ է պետք ուղղել այդ մեղավորության սլաքները, ով է դրա պատասխանատուն։ Ինչի դա անել, ոչ թե ուղղակի որ մարդիկ իմանան ով է մեղավորը, այլ որպիսի երբ հասկանանք, գնահատենք, որ կարող է հարմար պահ է էլի իրավիճակ փոխելու փորձի համար, ունենանք մոբիլիզացիա այս օրակարգերի համար։ Այսինքն սխեման Տիկին Վարդանյան ասում եք մարդուն իրազեկել, մոտիվացնել, դրդել գործողության։ Նույն Արցախի համոզել է, շատ լավ։ Հիմա քրեական գործընթացի մոտիվացված մարդը գնում է ինչ-որ գործողության, գոնե դուրս է գալիս փողոց մոբիլիզացվում է։ Հիմա Արցախի հարցում որքան էլ իրազեկեցիք, փորձեցիք շարժումներ գեներացնել, կարող ենք ասել, որ խնդիրը ձախողվեց վերջնական նպատակը չկարողացաք կատարել, որովհետև Արցախը հայաթափվեց, հանձնվեց թշնամուն, այդ ժամանակ դուք խորհրդարանական ընդդիմություն եք։ Դուք հասկացել եք ձեր սխալները, Տիկին Վարդանյան, որ այս դեպքում, երբ որ խոսում եք ադրբեջանցիների այստեղ գալու մասին, նոր տարածքներ հանձնելու մասին, Տիգրան մասին են խոսում, այն օրը Ռուբեն Ռուբինյանն ասեց տարածքների օպտիմալացում եւ այլն։ Հիմա ինչպես եք դուք կարողանալու դա կանխել։ Ես հասկացել եմ, որ պետք է շատ ավելի մեծ ջանքերով, շատ ավելի մեծ համառությամբ եւ էնտուզիազմով անել այն, ինչ արվում էր նախորդ տարիներին, երբ ասում եմ այն, նկատի ունեմ նույն գործողությունների կրկնությունը։ Ես ասում եմ, որ մենք սկսել ենք պայքարի կետը այն կետից, երբ պատերազմից հետո հանրության շատ փոքր հատված էր, որ մատնանշում էր պատերազմի մեղավորին եւ խոսում էր պատճառների մասին եւ գիտակցում էր ինչ իրավիճակ էր։ Դրանից ես հիշում եմ ուղղակի, կարող է շատերը այդ կետում չեն եղել, դրա համար պատկերացնում եմ, որ միշտ հանրության 70%-ը դեմ է եղել այս իշխանությանը, ուղղակի ընդդիմությունը եկել է եւ բան է եղել, այդտեղ լեցուն հրապարակներ են եղել եւ ցրել է այդ մարդկանց, բայց այդտեղ չենք եղել մենք։ Մենք եղել ենք մի իրավիճակում, երբ որ նոյեմբերի 9-ից հետո հանրությունը չէր մեղադրում այս իշխանության այդ պատերազմների համար, պատերազմի արդյունքների եւ հետևանքների համար։ Հիմա մենք այն կետում ենք, որ հանրության բացարձակ մեծամասնությունը կրկնում այն նարատիվները, որ մենք նոյեմբերի 10-ին էինք ասում։ Սա աշխատանքի արդյունք է, չէ՞, սա մենակ ընդդիմադիր падգամավորների աշխատանքի արդյունք չէ։ Այո, բացարձակ մեծամասնություն։ Հանրային կարծիքի ուսումնասիրություններով առնվազն կամ թեկուզ բան կլինի նաև հարցումներ եւ այլն։ Հիմա այլ հարց է, որ իշխանությունը կարողանում է իր փոքրաթիվ, որոնք մեծամասնություն չեն, աջակիցներին մոբիլիզացնել 100%-ով։ Դա իշխանության, վարչական ռեսուրսի եւ այլնի հետևանքն է։ Հիմա
այս գործիքակազմից, այսինքն այս գործը պետք է շարունակել անել այնքան, մինչև կստահացնես քո ցանկալի արդյունքին, որովհետեւ ես կրկնում եմ, կարող է այս միտքը հակասությունները առաջացնում, բայց մենք չենք կարող ավելի պակաս համառ լինել, քան Նիկոլ Փաշինյանն էր իր նպատակներում։ Նիկոլ Փաշինյանին 10 տարուց արվել պահանջվեց հասնելու համար այն կետին, որը ինքը ուզում էր, եւ մենք ինչ գնահատականներ ունենանք իր գործերից, սա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը հերոս է։ Սա նշանակում է, որ նպատակը գործ այնքան մեծ է, որ այո, այդ տանող ճանապարհը կարող է երկար լինել, դա չի նշանակում, որ սխալ ճանապարհ է, դա չի նշանակում, որ նպատակը սխալ նպատակ է, դա նշանակում է, որ համառություն է պետք եւ հետեւողականություն հասնելու քո նպատակին։ Ու մենք տեսնում ենք դա նաև հիմա անդիմության ներկայացվածության թվերով, զուտ թվերով։ Ինչի հաշվին է անդիմությունը 200,000 ավելի ձայն ստացել։ Իշխանության ապարատը մենակ ավելի ռեպրեսիվ է դարձել այս տարիներին։ Ճնշումները, վարկաբեկման արշավները ավելի շատ են եղել։ Հիմա ո՞նց ստացվեց, որ 200,000 ձայն ավել եղավ։ Անդիմությունը շուրջ 10%-ով ավելի ներկայացված եղավ։ Այս ամենը ինչ որ աշխատանքի արդյունք եւ հետևանք է, թե չէ, ուղղակի օթից է այդպես լինում, եթե օթից է ինչպես է այդպես լինում։ Ինչպես եղավ, որ բոլոր շարժումները գնալով ավելացող շարժումներ էին։ Եվ եթե մենք շարունակենք այդ ճանապարհով արդյոք հաջորդ շարժումը այն կրիտիկականը կարող է չլինել, որը կփոխի իրավիճակը։ Մենք չենք հասել նպատակին, մինչև այս պահը այդտեղ վեճ չկա, բայց ես չեմ կարծում, որ դա նշանակում է, որ ճանապարհը եւ գործիքակազմը սխալ են։ Դա կարող է նշանակել, որ մարտավարությունը կարող ես դու փոփոխություններ անել, դա կարող ես քո կոմունիկացիան փոխել, կարող ես ավելի մեծ թափով իրականացնել ինչ որ արել ես, բայց ոչ թե այն, որ ճանապարհը եւ դերակատարներն են սխալ եղել։ Իմ մոտեցումը հետեւյալն է. մենք պիտի համառորեն ու հետեւականորեն անենք այնինչ անհրաժեշտ է, մինչև հասնենք մեր նպատակին։ Այդ ճանապարհին կլինեն այդ նպատակին ավելի շուտ հասնող ուժեր։ Այդ ճանապարհը բաց է բոլորի փորձել ցանկացողների համար։ Հիմա Նիկոլ Փաշինյանը խոսում է սահմանության փոփոխության մասին, Ալիևն էլ է խոսում սահմանության փոփոխության մասին, պարզապես ամեն մեկը ասում է մեր օրակարգն է դա, հա, Նիկոլ Փաշինյանը ասում է դա մեր սեփականն է, Ալիևն էլ ասում է իրենց օրակարգն է, ընդդիմությունն էլ է խոսում, որ այս իշխանությունները շուտով պատրաստվում են սահմանություն փոխել։ Ինչպես է ընդդիմությունը պայքարելու դրա դեմ։ Եթե այդ դրվագի մասին է խոսքը, իշխանությունը փաստացի ասում է ես այոյի ճամբարն եմ, Ալիևի սահմանադրությանը այո ասող ճամբարն եմ։ Հետևաբար պիտի լինի Ալիևի սահմանադրությանը ոչ ասող ճամբար, դրանից բխող բոլոր ենթակառույցներով եւ մարտավարությամբ, որտեղ կարող է լինել թույլ չտալ մինչև այդտեղ հասնել, որտեղ կարող է լինել համապատասխան մարտավարություն, ուզում եմ ասել հիմա չքննարկենք կոնկրետ մարտավարություն, որտեղ բոյկոտից մինչև ուղղակի այդ ընտրություններին չհասնել տարբերակ կարող է այդտեղ լինել, բայց կարևորությունը այդտեղ, եթե Նիկոլ Փաշինյանը որոշի գնալ Ալիևի սահմանությանը այո ասել ճանապարհով, մենք պիտի հասկանանք ինչպես են կազմակերպում, որ մեր հանրությունը հստակ ոչ ասի Ալիևի սահմանությանը եւ դա վերածի գործող իշխանության անվստահության, գործող իշխանությանը ոչ ասելու։ Այսինքն այո, ճիշտ եք ասում, որ խոշոր հաշվով կարող են նախանշված լինել քաղաքական խոշոր իրադարձությունները առաջիկայի։ Ես դրանց կարող եմ ավելացնել խոսվել է այս ժամանակաշրջանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից, մենք միջև հիմա երկու օրը փորձում ենք բարձել իշխող ուժից ինքը Տիգրանաշյանը Հայաստան համարում է թե չէ, այսինքն նախընտրական քարոզարշավ է տեղ ունեցել, որտեղ խոսվել է տարածքներ, նոր տարածքներ զիջելու մասին, այո, այս քաղաքական իրադարձություններ են։ Հիմա մենք ասում ենք նույն այդ մանդատ վերցնելու տրամաբանությունը, որտեղից է, որ տեսնում ես դու առաջիկայում ինչ կարող է քեզ սպասվել։ Դու որտեղ ես լինելու այդ պայքարում, դու լինելու ես այդ պայքարի առաջնագծում, հանրությունը կազմակերպել փորձողի դերում։ Հիմա նայեք, երեք Իշխան Սաղաթելյանն էլ խորհրդանում ճեպազրույց էր տալիս, դարձյալ խոսում էր ոչի ճամբար ձևավորելու մասին, ասում էր արդեն իսկ ժամանակն է։ Ես ուզում եմ հասկանալ, ինչ որ խորհրդակցություններ, ընդդիմադիր ուժերի հետ քննարկումներ արդեն տեղի են ունենում, այսինքն ընդդիմությունը արդեն պատրաստ է այս սցենարին, թե ոչ, որովհետև նաև դուք Դաշնակցությունը, Հայաստան Դաշինքը շատ հաճախ նաև հայտարարում եք, որ ընդդիմությունը չի ստացվում համախմբել, որը ինչ որ հարցի շուրջ չի ստացվում եւ հիմնական խնդիրը դա է։ Ոչ թե չի ստացվում, չգիտեմ ձևակերպումը ում է եւ ում եք մեջ բերում, ընդդիմությունը ի տարբերություն իշխանության թևի, այո, միատար չէ, կան տարբեր ուժեր, տարբեր գնահատականներով, ոչ թե հիմնական դերակատարի նկատմամբ գնահատականով,
այն որ իշխանափոխություն պետք է, դա բոլորը ասում են իրական ընդդիմադիր դաշտում։ Բայց մոտեցումների տարբերությամբ, որը բնական որևէ ճանապարհով պետք է գա ինչ որ ընդհանուր կետերի։ Հիմա եթե ինձ հարցնեք ընդդիմությունը հիմա պատրաստ է ոչի ճամբարը ձևավորելու, եթե պատրաստ լինեն, դրա մասին հայտարարություն կլիներ։ Ես չեմ կարողանա այդպիսի հայտարարություն անել, որտեվ չկա դա։ Ես հարցնում եմ, պատրաստվում են, կոնսուլտացիաներ կան, հանդիպումներ կան, աշխատանք տարվում են։ Ինչ կա։ Կա ընդդիմադիր շահագրգիռ շփումներ եւ ինչ որ հարցերում համագործակցություն։ Դա ուր կբերի եւ այստեղ նաեւ հանգարող հանգամանք են, որ ընդդիմադիր ուժերից ով քաղաքացի քվեով պիտի հայտնվեր խորհրդանում, ղեկավարը բանտարկված է։ Հիմա Հայաստան խմբակցությունը եւ Ուժեղ Հայաստանը խորհրդանական խմբակցություններն եւ դա էլ արդեն իրենց ենթադրում է, որ շփման եւ համագործակցության ինչ որ կետեր կան, ես հույս ունեմ, որ դա կբերի ավելի խորքային համագործակցության, ինչ վերաբերում է մյուս ուժերի հետ կան շփումներ եւ այսինքն այն մակարդակով ինչը դա հնարավոր է ուր կհասցնի դա մեզ եւ ինչ կոնկրետ արդյունքներ կունենանք դա ցույց կտա միայն ժամանակը հիմա ես չեմ կարողանա ասել որ կա ոչի ճամբար է Հայաստանում բայց որ այդ ուղղությամբ պիտի գնա եւ տրամաբանությունը դա է հուշում եւ դա միայն խորհրդանական ընդդիմության մասին չի կարող լինել այդ ճամբարը միանշանակ է եւ շատ ընդդիմադիր ուժերը կարծեմ հայտարարել են այսինքն համախոհություն այս հարցի շուրջ կա համագործակցություն դեռևս եւ կոնկրետություն այս պահին ոչ եւ վերջում մեկ ճշգրտում վերջերս շատ է ձեզ այդ հարցը տրվում մի փոքր տեխնիկական ճշգրտում է այս անգամ Հայաստան Դաշինքին հասնում է 1 մանդատ հանձնաժողովի նախագահի ընտրության հարցում դուք այդպես էլ չեք հստակեցնում ի վերջո օգտվելու եք այդ գործիքակազմից թե ոչ կարող եք Առաջիկա օրերին բարձ կլինի կախված է մենք պիտի ընտրենք հանձնաժողովներ մնացածի մասին ընտրողներին մեր կտեղեկացնենք երբ որ այս անորոշությունները པարզ լինեն։ Շնորհակալ եմ ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ ես զրուցում էի Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ։ Մենք կհանդիպենք, լավ եղեք։